խորտիկ, կոնֆետ, միրգ, մսամթերք ու կաթնամթերք։ Բոլորը միասին հանդիպում է կամ սուպերմարկետում, կամ ամանորյա սեղանին։ Խանութների հերթերը հուշում են, մոտենում են ամանորյա տոները։ Այդ օրերին մարդիկ սնվում են անկանոն, գայթակղվելով բարձր կալորիականություն ունեցող ճաշատեսակներով, ալկոհոլային խմիչքներով։ Արդյունքում առաջանում են առողջական խնդիրներ, ինֆեկցիաներից մինչև սրտանոթային հիվանդությունների սրում։ Տոնական օրերին դիտվում է ինչպես սուր շնչական վարակներով հիվանդացության աճ պայմանավորված հավաքույթներով, նաև դիտվում է սուր սննդային թունավարակների եւ աղիքային վարակներով հիվանդացության աճ։ Հում, մսամթերքը, ձուկը, միսը, թշնամիսը լավ ջերմային մշակման ենթարկել, պահպանել համապատասխան սառնարանային պայմաններում։ Տոնական օրերին պետք է սահմանափակել աղի մթերքի, պանիրի, ապխտած մսամթերքի եւ գազավորված ըմպելիքի օգտագործումը։ Դրանք բարձրացնում են ճնշումն ու օրգանիզմում լրացուցիչ հեղուկ կուտակում, ինչն առաջացնում է շնչահեղձություն եւ ոտքերի այտուց, հատկապես սրտի խնդիրներ ունեցողների մոտ։ Համաշխարհային գրականության մեջ գոյություն ունի մի այսպիսի սինդրոմ, կոչվում է տոնորերի սիրտ կամ սրտի սինդրոմ, որը պայմանավորված է էլի ռեժիմի խախտման հետ եւ ամենահաճախն են այդ օրերին դիտվում ինչպես արիթմիաների քանակների բարձրացում, այնպես է սրտամկանի սուր ինֆարկտի դեպքերը։ Տոնորերին ամենավնասակար սովորություններից ալկոհոլի չարաշահումն է, ինչ ազդեցություն կարող են ունենալ ալկոհոլի չարաշահումը։ Առաջին հերթին դա արիթմիաների առաջացումը։ Կան նույնիսկ պացիենտներ, ովքեր նշում են, որ 1 կում ալկոհոլը կարող է իրենց մոտ առաջացնել արիթմիաներ։ Ինքնազգացողությունը կարող է վատանալ նաև արտաքին գործոնից, եղանակից։ Ցուրտն առաջացնում է անոթների սպազմ, որը եւս բարձրացնում է զարկերակային ճնշումը։ Ռիսկի խմբում են հատկապես տարեցները, ճնշման խնդիր, սրտի իշեմիկ հիվանդություն եւ շաքարային դիաբետ ունեցողները։ Միֆը, որ շատ հաճախ օգտագործում են պացիենտները, դա զարկերակային ճնշման բարձրացման դեպքում օգտագործում են գազավորված ըմպելիք եւ լիմոն համադրությունը։ Այդ համադրության համար կարող եմ ասել լիմոնը կարող են օգտագործել։ Ցանկացած գազավորված ըմպելիք կապ չունի, որ երկրի արտադրության է եւ որն է, պարունակում է նատրիումի բիկարբոնատ, իսկ նատրիումը դա տարրն է, որը պարունակում է գազավորված ըմպելիքներում իր հերթին բերում է ճնշման բարձրացման եւ հեղուկի կուտակման օրգանիզմում։ Ցուրտ եղանակին ավելանում է նաեւ վնասվածքաբանների աշխատանքը սայթաքումների, վթարների պատճառով։ Սառույցի վրա վնասվածքներից խուսափելու համար անհրաժեշտ են լավ տակացույով կոշիկներ, մարդիկ ավելի զգոն լինեն, ավելի դանդաղ քայլեն, ձեռքերը գրպանում չպահեն, վարորդների հետ կապված պետք է ավելի զգոն լինեն, վարեն մեքենաները ստապ վիճակում, անվադողերը փոխած։ Ամանորը հիվանդանոցում չանցկացնելու համար բժիշկները հորդորում են հետևել առողջության անվտանգության կանոններին։ Արամ Մարանդյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։